Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշող անմորուք Ձաղիկի անունին ստուգաբանությունը դարբեր լեզուներով գարդահայտ է միևնույն իմաստը՝ հիշե։ Այդալ 100-րդ տարելիցի հիմնական հաղորդակցությունն է։ Աշխատանքային խումբի խորհրդանշանի այդպիսի ընտրությունը պայմանավորված է անով, որ Ձաղիկի քունային երանգները համահունչ են նշվող դարեթիվի հայեցակարգի հիմքը ինգած հիմնական շարժարիթի հետ։ Եվ ի վերջո անմորուկը միջնադարուն համարված է Աստուծո ներկայության խորհրդանշանը։ Հնգաթերթ անմորուկ Ձաղիկի պատկերաթերթիկները կխորհրդանշեն այն 5 մայրցամաքները, ուր հանգրվանած են ցեղասպանության մազաբուրց հայերը զրկվելով հայրենիքի մեջ ապրելու հնարավորութենեն։ Ձաղիկը ունի 4 հիմնական քունային փաղաթրիչ՝ մանիշագակույն, փացմանիշագակույն, թեղին եւ սև։ Ադոնցմե յուրաքանչյուրը իր մեջ կգրե որոշակի իմաստ։ Սև քույնը կխորհրդանշե եղերնի սարսափներն ու ցեղասպանության մասին հիշողությունը։ Ներսի ջարակայտացև բաց մանիշագակույնը բոլորին հոգեարազատ խաղապարին համամասնագից ըլլալն է, որպես խորհրդանշանի կերագշրող քույն առաջարկված է մանիշագակույնը։ Անլայնորեն տարածված է հայկական ինքնակիդակցության հիմք հանդիսացող հայոց եկեղեցիի սպասավորներու հանդերձանքի դարերուն մեջ։ Թեղին քույնով պատկերված է Ձիզեռնագապերտի ու շահմալիրը խորհրդանշող ապրելու եւ արարելու հույս բարգեւող արևի լույսը շրջանացև դասավորված 12 մայթերու տեսքով։ Ինչպես թուղթ է անմորուկ պատրաստել։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը անմորուկ Ձաղիկը թուղթ է պատրաստելու համար հարկավոր է A4 ցևաչափի թուղթը ծալել եւ գիսել։ Ապա գիսված մասը նորեն ծալել եւ գիսել։ Թուղթի գիսած գդորներեն մեկը գրգին ծալել։ Եվս մեկ անգամ ծալել մեջտեղեն, ստանալով թուղթե ուղղանկյունացև քարաշերտ ծալվածք։ Այնուհետև փանալ վերջին ծալքը, քանի որ ադոր նպատակը պարզապես անմորուկի թերթերու միջև սահմանները ընդգծելն է։ Երկշերտ թուղթը ցախ անկյունեն թեպի աջ ծալել թեքությամբ, այնպես որ աջ անկյունի մեջ հայտնվի երանգյունացև պատկեր, որ նույնպես պետք է ծալել աչեն թեպի ցախ, ստանալով մեծ պատկեր, նեղ հատվածը երանգյունացև։ Հաջորդ գործողությունը ամբողջ ծալվածքը շրջել եւ մեջտեղեն ծալելն է։ Այնուհետև անհրաժեշտ է մեջտեղի հատվածեն սկսիլ մգրադով կամարացև գտրել եւ հասնելով գետրոնին փոքր սրդացև փացվածք տալ եւ շարունակել գտրել, սակայն արդեն ցախ հատվածի մեջ ոչ թե կամարացև, այլ ուղիղ։ Ապա փանալ ծալվածքը թուղթի անմորուկը պատրաստ է։